Այս թեք հարթակն է սարքել, որ կարենամ դուրս ելնեմ բանանեմ էլի։ Մեկ գնում եմ հայաթը մաքորոթին։ Բաղնիքը նորեկ վերակառուցել, քաղաքապետարանի միջնորդությամբ զինվորի տան շնորհիվ։ Ավելի հարմարակներ, ավելի լավ են էլի սարքել տղաները։ Ավելի ինձ ուժ են տալիս, որպեսզի վերականգնեմ շատ շուտ ու քայլել։ 28 միլիոն դրամ Երևանի քաղաքապետարանը հատկացրել է զինվորի տանը, օգնություն է տրամադրում, հոգեբանական աջակցություն եւ այդ շարժողական խնդիրներ ունեցող անձանց բնակարանների բարելավման պայմանները։ Ես չէի խոսում ժամանակին, բայց մի անգամ սկսել եմ խոսալ, չէի ճանաչում մարդկանց, սկսել եմ ճանաչել։ Մասնակցել եմ քարորիային, ապրիլի 4-ին վիրավորվել եմ Թալիշում։ Արդյունավետ է, որը ինձ օգնում է ավելի ինքնուրույն լինելու, բակիչնելու, օգնում է ավելի ինքնուրույն լինելու համար։ Խոհանոցն է մեր վերանորոգված, ասեմ ինչ վերանորոգել եք արդեն սուրճի վրա է մնացել։ Էսի զինվորի տանը ծրագիր էր, ֆոտո դասընթացներ։ Հետո զինվորի տունը գտավ երևի լավ է ստացվել։ Տպագրեց նկարները, հետո տվեց ինձ։ 93-ին մասնակցել եմ Կուբատնոյում, Դանդառլու, ականների պայթյունի հետևանքով։ Ազրկվեցի ոտքերից, ամպուտացեցին, գրգեցին ծրագրին ու ունեցանք նորակառույց, շատ գեղեցիկ խոհանոց, որը շատ ավելի հաճելի է։ Բարապ ժամանակ աթոռ եմ սարքում, սենց չգիտեմ, տատուս խնոցին հիշելով, այդպես խնոցի եմ սարքել։